այդ կառավարության դաշեկը որտեղ դու մնում ես քոնը չի Իլհամինն է մինչև ԵԱՏՄ մտնել է տղա ջան Ռուսաստանի այդ դաշնակից էիր օգտվում էր Ռուսաստանի տված էլ գոտաներից ես ամուսնանում եմ Վաղոյի աղջիկ Արմինեի հետ բայց աշկս Վալոդի աղջիկ Սուսանիկի վրա է Բարև ձեզ հարգելի հեռուստադիտողներ, Եվրոմեդիայի տաղավարում զրուցելու ենք Հայաստանի Հանրապետական կուսակցության գործադիր մարմնի անդամ Էդուարդ Շարմազանովի հետ։ Շնորհակալ եմ մեր հրավեր ընդունելու համար, պարոն Շարմազանով։ Եվ մեր զրույցը ուզում ենք սկսենք Մոսկովյան այցից Նիկոլ Փաշինյանի։ Տեսնում ենք այնտեղ նախ քաղաքական հարցեր քննարկվեցին, հետո տնտեսական, ընդ որում կարծես այցից հետո ավելի այսպես կոշտ շատ հայտարարություններ հնչեցին կոնկրետ Օվերչուկի այդ տնտեսականը բլոկի հետ կապված, ասում են մենք ստիպված ենք վերանայել Հայաստանի հետ տնտեսական հարաբերությունները ու ինչ որքանով որ հասցրել են մամուլին հետևել, արդեն իսկ այս հետևանքները տեսնում ենք այնտեղ արտահանվող ինչ որ ապրանքների հետ կապված։ Այ ուզում եմ մի հատ ամփոփենք հասկանանք ինչ կատարվեց Մոսկվայում, ինչ են քննարկել։ Մոսկվայում արձանագրվեց, որ Հայաստանի իշխանությունների եւ Ռուսաստանի իշխանությունների, Բարսագույն իշխանությունների ջրերը նույն հունով չեն գնում։ Եթե Նիկոլ Փաշինյանը ջանք ու երան չէր խնայում, մինչև Մոսկովյան այցը, նայած լրատվամիջոցների հարցերին պատասխան ասում է, որ Պուտինի հետ ունի շատ բարձր հարաբերություններ, ինչպես ինքն է ասում, доверительные отношения, личные уважительные отношения, երբեմն ասում է նույնիսկ ընկերական կապեր, եւ նույնիսկ ասում է, բայց պետք է զանգեն Պուտինին, մենք ունենք այնտեղ շատ բարձր փոխհմբռնում, ապա այս հանդիպումը առաջին անգամ հրապարակային երկու երկրների ղեկավարների հրապարակային հանդիպումը ցույց տվեց, որ Ռուսաստանի Դաշնությունը արձանագրում է, որ Նիկոլ Փաշինյանի կառավարման համակարգի հետ ունի լուրջ խնդիրներ։ Սա բնականաբար հարված է Նիկոլ Փաշինյանի թիմի իմիջին։ Բայց այնպես չի որ դա նորություններ 18-ից հետո արդեն արձանագրվել էր այդ։ Չէ, 18-ից հետո արձանագրվել է տարբեր փորձագետների կողմից, տարբեր քաղաքական գործիչների կողմից։ Բայց 18-ից հետո, 20-ից հետո մենք տեսել ենք Спасибо Владимир Владимирович, я восхищен вами Владимир Владимирович, ու տես շարունակ էլի նման կրկախառնություններով, ջերմ հարաբերություններով կամ ունի предатель, это ռուսական կողմից այդ հայտարարություններով։ Հետևաբար այսօր մենք կարող ենք արձանագրել ոչ միայն Օվերչուկի, այլ նաև Ռուսաստանի անվտանգության խորհրդի նախագահի տեղակալ Ռուսաստանի նախկին նախագահ Դմիտրի Մեդվեդևի շատ խիստ գրառումը եւս արձանագրում էր, որ Ռուսաստանի իշխանությունների եւ Հայաստանի իշխանությունների մոտեցումների մեջ կա լուրջ անջրպետ։ Սա բխում է մեր պետության շահերից, իհարկե ոչ։ Իհարկե ոչ։ Հայաստանի հայ ժողովրդի եւ Հայաստանի պետականության շահերից է բխում ունենալ լուրջ հավասարակշռված, ես կասեի նաև դաշնակցային հարաբերություններ Ռուսաստանի Դաշնության հետ, որովհետև Ռուսաստանի Դաշնությունը Հարավային Կովկասում ամենագլխավոր խաղացողներից մեկն է։ Եթե 5 տարի առաջ կարող էի ասել ամենագլխավոր խաղացողը, այսօր ասում եմ ամենագլխավոր խաղացողներից մեկը, բայց շուտով էլի կարծում եմ կդառնա ամենագլխավորը։ Եվ այդ իմաստով Հայաստանի ցանկացած իշխանության համար մեծ շռայլություն է եւ արգածախնդրություն է սրել Ռուսաստանի հետ հարաբերությունները, ենել անիմաստ տեղը։ Բայց քանի որ սրանք եկել են իշխանության իմ տպավորությամբ, նաև ունենալով նպատակ փոխել Հայաստանի արտաքին քաղաքական վեկտորը եւ ողջ անվտանգային համակարգը, եւ ես 18 թվականի հեղափոխությունը եւ Սերժ Մերժելու եւ Ղարաբաղ հանձնելու աշխարհակաղակական նպատակը ոչ միայն հայության դեմ դες մեծ դավադրությունն է, այլ նաև դավադրությունն է Հայաստանից եւ Հարավային Կովկասից Ռուսաստանին հեռացնելու կամ ռուսական դիրքերի թույլատնելու։ Պարզապես խնդրեմը նա է, որ մինչև այս վերջերս չեն բացառում, որ հիմա էլ Ռուսաստանում շատ ազդեցիկ մարդիկ դրա մասին չեն էլ հասկանում։ Դրա համար է նաև իմ ելույթը Մոսկվայում, հիշում եք, ես ընդամենը 2 շաբաթ առաջ եմ Մոսկվայում եղել, եւ նրանց հանրային պալատում եւ նրանց Գոսդումայում հանդիպում եմ ունեցել եւ շատ խիստ խոսել եմ ռուսական քաղաքականության վերաբերյալ, որ ես չեմ տեսնում Ռուսաստանում ռազմավարություն Հարավային Կովկասի մասով։ Ես վստահ չեմ Ռուսաստանը ինչ է ուզում։ Իսկ ինչպեսի արձագանք եղավ։ Շատ նորմալ։ Համաձայն են այդ տեսակետը կիսում են ձեր։ Ամենայն դեպս
իրանք լսում էին եւ մենք շատ բաց զրույց ենք ունեցել։ Ես որևէ կաշկանդվածություն չունեմ։ Ի տարբերություն այն գործիչների, ովքեր Ռուսաստանից հանձնարարություն են ստանում, կամ ի տարբերություն այն գործիչներից, ովքեր որ Եվրոպայից են հանձնարարություն ստանում։ Ես ոչ մի տեղից հանձնարարություն չեմ ստանում։ Ես գործում եմ Հայաստանի Հանրապետության շահերից ելնելով, հիմք ունենալով Հայաստանի անկախության շահը եւ անկախության հռչակագիրը։ Հիմա ես բաց եմ, ես հայ-ռուսական հարաբերությունների եւ դաշնակցային հարաբերությունների ջատագով եմ։ Եվ այո, գտնում եմ, որ մենք պետք է շարժվենք այդ ուղղությամբ, բայց երկրորդ մասով ձեր հարցին նաև մի բան էլ ասեմ կարևոր, սա կարող է նաև Նիկոլի համար միգուցե դրական էլ լինել, ինչու որովհետև ինքը կարող է նաև Հայաստանում համախմբել հակառուսական էլեկտորատը, դա էլ կա։ Իր շուրջը, այսինքն։ Իր շուրջը, այո, դա էլ կարող է լինել, որովհետև մենք տեսնում ենք, որ կան արևմտամատ ուժեր կամ գործիչներ, որոնք փորձում են Նիկոլին միշտ կպցնել, որ Ռուսաստանի ագենտ, Կրեմլի կոպիտ ասած շահերի պաշտպան, բայց այս փուլով սա կարող է նաև օգնել Նիկոլ Փաշինյանին, ինքը հակառուսական էլեկտորատը իր շուրջ համախմբել, բայց մյուս կողմից էլ հաշվի առնելով այն հանգամանքը, որ անկախ նրանից, որ անկախ այդ բոլոր խնդիրներից Հայաստանի Հանրության մի մեծ զանգված կա, մի մեծ հատված կա, որը Ռուսաստանին համարում է դաշնակից եւ շատ վատ է ընդունում Ռուսաստանի հետ հարաբերությունների վատ տարածումը, այդտեղ է Նիկոլ Փաշինյանը կորցնում։ Ես համոզված եմ, որ այդ հանդիպումը հետևանքներ առաջիկան կտեսնենք այդ հայտարարությունների հետևանքները։ Մարդիկ ասեցին էլ։ Նախ երևի պետք է հստակես ով է քո բարեկամը, ով է քո հակառակորդը։ Կամ պիտի վճռորոշ որոշում Դե բայց ինչ է, հələ մի վարքյան։ Տեսեք, ինչ է ասում Նիկոլ Փաշինյանը։ Նիկոլ Փաշինյանն ասում է, մենք ուզում ենք գնանք Եվրամիություն, բայց քանի դեռ մեր Եվրամիությունում հա չեն ասել։ Մենք Եվրասիականում կմնանք, բայց հենց մեզ Եվրամիությունում հա ասել, մենք կգնանք, այսինքն ես ամուսնանում եմ Վաղոյի աղջիկ Արմինեի հետ, բայց աշկս Վալոդի աղջիկ Սուսանիկի վրա է։ Բայց քանի դեռ Սուսանիկի հետ Վալոդը ինձ հա չի ասել, դեռ սրանից օգտվեմ։ Հենց նա հակասի սրանից կբաժանեմ կգնամ նրա մոտ։ Դա նորմալ է։ Դա նորմալ է։ Նիկոլ Փաշինյանը ասում է ես ԵԱՏՄ-ում մնում եմ, քանի դեռ ԵՄ-ից ինձ հա չեն ասել։ Բայց ես ուզում եմ գնամ այնտեղ։ Ցանկացած պետություն ուզում է հասկանա իր դաշնակիցների դաշնակցային պարտավորությունները երկարաժամկետ են, թե կարճաժամկետ են։ Օրվա հրամայականով են, թե երկարաժամկետ են։ Այսօր Ռուսաստանը եւ Եվրամիությունն են խնդրել, որևէ մեկը Նիկոլ Փաշինյանին չէր ասում Եվրոպայի հետ թշնամացի կամ Միացյալ Նահանգների, ես միշտ ասել եմ, Հայաստանի Հանրապետությունը անկախ իր ղեկավարի ով լինելուց պարտավոր է հավասարակշռված հարաբերություններ ունենալ բոլոր հարևանների, եւ բոլոր խոշոր պետությունների հետ։ Իսկ թշնամանալ Ռուսաստանի նման պետության հետ, դա լավ բան չի։ Բայց իրենք չեն ասում, մենք թշնամանում ենք, ասում են մենք նորմալ այսպես հարաբերություններ ունենք Ռուսաստանի հետ։ Գրիսինե ջան, իրանք ինչ ուզում ասեն, ես պատմաբան եմ առաջի մասնագիտությամբ։ Ու շատ լավ գիտեմ, ինչպես է Ռուսաստանը 1801 թվականից եկել այս տարածաշրջան։ Կրվով է եկել, Արյունով է եկել, ռուս-պարսկական, ռուս-թուրքական պատերազմներով է եկել։ Ինչպես է Երևանի խանությունն ազատագրել, ինչպես է Արևմտյան Հայաստանի մի մասը ազատագրել։ Սա իրանց համար Հարավային Կովկասը Ռուսաստանի համար կենսական տարածք է, կենսական հետաքրքրության։ Նիկոլ Փաշինյանի քաղաքականության արդյունքում Ռուսաստանի հետաքրքրության կամ հովանավորության տարածքից Նիկոլ Փաշինյանը Հայաստանը դարձնում է թուրքական աշխարհի մաս։ 6 անգամ ասել եմ մենակ ձեր Հայաստանը պետք կարող է լինել կամ Ռուսաստանի դաշնակիցը, կամ Թուրքիայի նոքյարը։ Այսօր տեղի է ունենում Նիկոլ Փաշինյանի կողմից Հայաստանի
ադրբեջանացման կամ վիլայեթացման process-ը։ Իսկ Ռուսաստանը իր ազդեցությունը այստեղ չթույլատրեց հենց Արցախի կորստից հետո հենց այդ քաղաքական դրա մասին էլ հենց ես խոսել եմ ու խոսում եմ ուղիղ ասել եմ։ Ասեմ Նիկոլ Փաշինյանից ինչա ոչ մեկ չի քննադատում, բայց ձեր մեղքը Արցախի այդ խաղաղապահների մեջ չեք տեսնում, որ խաղաղապահներին հանեցիք, որ 8 խաղաղապահ սպանեցին, ոչ մեկը ծպտուն չհանեցիք, որ Ալիևը ձեզ հետ հոխորտելով է խոսում, ձեն չեք անում։ Բայց իմ կռիվը մի տարի առաջ ի՞նչն էր, որ Մոսկվայում ադրբեջանցիք խոսեցին Արցախի այդ իբր թե ազատագրումից, այնտեղ ոչ մեկ ծպտուն չհանեցին, հենց ես էթնիկ չիսկայից խոսացի Արցախում ադրբեջանցիների կողմից, ուզում են միկրոֆոնն անջատել, բայց խի կռիվ տալի։ Բայց հիմա հասկացել են, բայց մենք պետք է մեշայր, մենք պետք է մի հատ մեշայրը հասկանանք։ Մենք ինչ ենք ուզում։ Նոր ուրիշից պահանջենք։ Ես մեջբերում եմ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի խոսքերը, բոլոր խնդիրներով հանդերձ Հայաստանի Հանրապետությունը Ռուսաստանից ավելի արդյունավետ դաշնակից չի ունեցել, չունի եւ չի կարող ունենալ։ Թե տնտեսական, թե անվտանգային, թե քաղաքական առումով։ Նույն տնտեսական շահով մեզ ձեռ է տալի, որ Ռուսաստանի հարաբերությունները վատ տասնենք, Եվրամիությունում ով է սպասում Նիկոլ Փաշինյանին ու Հայաստանին։ Ոչ մեկ։ Մեր ապրանքները գյուղատնտեսական որտեղ են գնում։ Եվրասիական շուկա։ Հիմա որ կոնյակը չկարողացավ արտահանի, խաղը չկարողացավ, ճիրը, չամիչը, պահածոները, խմիչքը, գինին, այդ 100,000-ավոր գյուղատնտեսական տնտեսությունները ինչ են անելու։ Մի հայտարարություն, եթե թե չեմ սխալվում, էկոնոմիկայի նախարարներ ասում են ինչի մենք մինչև ԵԱՏՄ այսպես մտնել է, ինչ ենք անում, որ հիմա ԵԱՏՄ-ից հետո ինչ։ Մինչև ԵԱՏՄ մտնել է տղա ջան։ Էլի Ռուսաստանի այդ դաշնակից էիր, օգտվում էր Ռուսաստանի տված լգոտաներից։ ՀԱՊԿ-ի անդամ էիր, ԱՊՀ անդամ էիր, Ռուսաստանի հետ երկում խորացված հարաբերությունների դաշնակից էր Ռուսաստանի, էլի այնտեղ էր գնում։ Հայ-ռուսական դաշնակցային հարաբերությունները կնքվել է 97 թվականի առաջին նախագահ Տեր-Պետրոսյանի կողմից։ Այսինքն Տեր-Պետրոսյանը, Քոչյանը, Սերժ Սարգսյանը, մինչև այդ Վազգեն Սարգսյան, Վազգեն Մանուկյան, Նիկոլի Չապերգո կոպեկի խելք չունեին, էլի որ Ռուսաստանի հետ պետք է վատթարացնեն հարաբերությունները։ Այդ որ Արցախը պահել ենք, բարձ բանում ասեմ, երբ Հայաստանի Հանրապետության իշխանությունները Ռուսաստանի հետ ունեցել է իրական դաշնակցային հարաբերություններ, մենք ունեցել ենք երկու հայկական պետություն։ Արցախն էլ հետը։ Երբ հայ-ռուսական հարաբերությունները Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ վատ թարացել են, դրանից օգտվել է Ադրբեջանը եւ մենք կորցրել ենք Արցախը։ Այդ որ ՀԱՊԿ-ի դիտորդներին թույլ չտվեց մտնել այդտեղ կանգնեն, Եվրամիության դիտորդներին ա բերել, այդտեղ կանգնացրել։ Ինչ այն այդ Եվրամիության դիտորդները։ Այն Փարիզի քաղաքապետը որ լացակումած գնաց այնց Արցախին նայում էր քաղաքարի կամրջին, հաստատ այդ հասավ այդ բանը, օգնությունը հասավ։ Իհարկե ես ռուսների մեղավորությունն եմ ասում։ Ես իրան շատ հստակ ասել եմ, որ Արցախի ժողովուրդը ձեր հույսով է վերադարձել Արցախ։ Ձեր ղեկավարի եւ ձեր դրոշներով էր միտինգ անում, բլոկադայի ժամանակ։ Ձեզնից է օգնություն ակնկալի, դուք եք եղել երաշխավորը։ Բայց հուսախաբ եք արել։ Բայց մեր առաջի պահանջը պետք է լինի Նիկոլ Փաշինյանից։ Նիկոլ Փաշինյան չէ ասում, Պուտինը չի իր ծրագրում գրել Արցախի անջատում հանուն փրկության, Շուշի եւ Հադրութի դեօկուպացիա։ Նիկոլ Փաշինյանն է 21 թվականին իր ծրագրում գրել, եւ ամենակարևորը։ Մենք պետք է որպես ազգ վերադարձնենք հարգանքը, մեզ հետ հարգալից չեն, որովհետեւ մենք ասելով այս իշխանությունը պարտվել ենք Ադրբեջանին, վերընտրել ենք Նիկոլին որպես հասարակություն։ Եվ այսօր խելոք կատարում ենք Ադրբեջանի ու Թուրքիայի պահանջները։ Թե Վաշինգտոնին, թե Մոսկվայում, թե Բրյուսելում, թե Պեկինում ներողություն կարող են ասել, բայց դուք արժանապատվություն չունեք, եթե դուք ոչ դաշնակցի լեզուն եք հասկանում, ոչ գործընկերոջ։ Հասկանում եք մենակ Պլետի, Ալիևի, Պլետի ու Էրդողանի Պլետի լեզուն, դուք արժանի չեք որ մենք ձեզ հավասար Թրամփի հետ ժուպիտով լուսանկարներ են հրապարակում։ ԵՄ նախագահը ասում են տեսեք Հայաստանին ինչպես են վերաբերվում իշխանությունները Նիկոլ Փաշինյանը։ Նիկոլ Փաշինյանը չհասկացա, մի հատ նորից կասեք։ Նկատի ունեմ լուսանկարներ են հրապարակում այսպես ժուպիտով Թրամփի այլ ղեկավարների հետ ասում են տեսեք Հայաստանի արտաքին քաղաքական վարկանիշը ինչպես է բարձրացել։ Վարկանիշը ինչ կապ ունի։
թեթևաբար ու կանանց հետել են ժամանակավորապես շատ բարեկիրթ վերաբերվում։ Բայց կարգավիճակը մնում է թեթևաբարով։ Ավել բան չասեմ։ Երկրորդ, հավաքական արևմուտքի նպատակն է, ու դրա մասին խոսել է Ֆրանսիայի նախագահ Մակրոնը։ Հայաստան դարձնել պլացդար Ռուսաստանի դեմ պայքարում։ Պլացդար բառացի ասել է։ Հիմա Նիկոլը Հայաստան դարձել թուրքական պլացդար։ Թուրք դատուական, լավ։ Ռուսաստանն է մեղավոր Արցախից Նիկոլը հրաժարվել, հա։ Բա կանոնում ասում են նախկինների վաղտեն Արցախը տվել։ Չեն ապահովել։ Բա ինքը կանոնում մեղական։ Եթե կշեք Պուտինի հետ հանդիպման ժամանակ էլ։ Շատ կարևոր բան եմ ուզում ասեմ։ Պուտինի Նիկոլ Փաշինյան հանդիպման ընթացքում մի բան արձանագրվեց, որ Նիկոլ Փաշինյանը իր բառերով եմ ասում, իր բառերն է դա, ես այդ time լեքսիկոնը չի։ Կոշիկ լիզելու քաղաքականություն է վարում։ Ոնց կարող է պետության ղեկավարը ասի, ես Արցախը ճանաչեցի, երբ որ դու երկու անգամ ճանաչեցիք։ Բա ինքնիշխանությունից է խոսում, արա։ Ասիկը վաղը որ Պուտինը կամ Մակրոնը կամ Տրամպը ասեն Երևանը Ադրբեջանը, ասում ես դե քանի որ տղեկ է ճանաչում են Ադրբեջանը, ասել ենք տալի։ Բա ինքնիշխանությունից է խոսում։ Հիմա վեր կոշիկ լիզում։ Ասում է հայոց ճանաչել եմ Արցախ Ադրբեջանի կազմում, բայց միայն քո ասելուց հետո։ Դա ինչ է նշանակում։ Բա կոշիկ լիզել, չի։ Բա կոշիկ լիզել ո՞նց է լինում։ Բայց ասում որ վաղը այդ պետության ղեկավարը ասի, այդ կառավարության դաշեկը որտեղ դու մնում ես, քոնը չի Իլհամինն է։ Բայց մենք իշխանենք, անկախենք։ Կամ 5 տարի գլուխներս բան էր անում, ուրցնում էր, ցավացնում էր, ասում էր, բանա 91 թվականին արդեն Ալմաթայով ճանաչել են, հետո 96-ին Լևոնը ճանաչեց, հետո 2010-ին ես ինչ տարածքային օրենքով նախկինները ճանաչին։ Բայց դուրս եկալի Պուտինը ճանաչեց, նոր դու ճանաչիր։ Բայց ժողովրդի խափում է, մի հատ կողմնորոշվի։ Պարոն Շարմազանով ընտրություններից ընդամենը 2 ամիս առաջ ընտրական օրենսգրքում փոփոխություններ է կատարվում, հա հիմնականը կապված է, որ անձնանուն չի կարող օգտագործվել կուսակցությունների կամ դաշինքների անվանումներում։ Նախ սրա հետ կապված հա հրատապություն ինչով էր պայմանավորված, ինչ հա այս խնդիրներ էին այստեղ։ Հրատապությունը եւս մեկ անգամ պայմանավորված է նրանով Նիկոլ Փաշինյանի ամեն գնով վերարտադրվելու ցանկությամբ եւ Ինչ է սա տալու, ինչով է ասեմ, եւ եվրոպական կառույցների մեռած լինելով։ Ես որպես ազգային ժողովի նախկին փոխնախագահ ասեմ, որ եթե նույնիսկ մինչև 1 տարի, եթե 1 տարուց քիչ ժամանակ է մնացել ընտրություններին, Վենետիկի ազգաժողովը, եվրոպական կառույցները, ԵԱՀԿ-ն, ԵԽԽՎ-ն, ամերիկյան դեսպանատությունը, տարբեր դեսպանատներ մեզ հորդորում էին, որ ընտրական օրենսգիրքը պետք չի փոխել եւ խաղի կանոնները չի կարելի փոխել։ Բայց ընդդիմությունից 2 ամիս էլ քիչ ժամանակ է մնացել, ոչ միայն խաղի կանոն են փոխում, ոտքից բռնելու ընտրական օրենսգիրք են փոխում։ Ինչ տարբերություն։ 2 ամիս առաջ դու դա փոխում ես, որ ինչ։ Քեզով է թույլ տալի։ 2 ամիս առաջ դու ոնց ես խաղի կանոն փոխում։ Բայց ինչպես է ստացվում, որ հիմա այդ նույն արձագանքը այս դեպքում չի լինում։ Վենետիկի հանձնաժողովը։ Ասես մի ժամը բայդ եմ ասում։ Որովհետև եվրոպական եւ արևմտյան կառույցների դուդուկի տակ, ավելի ճիշտ ֆլեյտայի տակ պարում է Նիկոլ Փաշինյանի ոչ կառավարությունը։ Պարոն Շարմազան։ Եվրոպական ֆլեյտայի տակ պարում է, որ ռուսերեն ճանապարհ են։ Դրա հաջորդը ինչ է լինելու։ Դրա հաջորդը լինելու Հայաստանը դնել թուրքական վիլայեթացման տակ։ Էլ ոնց բացատրել։ Այսպիսի օրակարգով են ընտրությունների գնում, ասում են, եթե մենք չվերընտրվենք, սեպտեմբերին մի մեծ պատերազմ է այստեղ լինելու, ասում են, ես որպես վարչապետ իմ պարտքն եմ համարում։ Ես ուրախ եմ, եթե Նիկոլ ընտրվի, պատերազմել արելու, ստրկություններ ալնելու, կոշիկ լիզել ալնելու։ 30 տարի այդքան պատերազմ չի եղել, ինչքան Նիկոլի ու Ուղղակի անհասկանալի է տեղեկությունը, որպես իշխանություն իրենք ինչպես են տիրապետում, իրենք շանտաժ են անում։ Այդ ոնց է բանը։ Մի հատ Նիկոլին հարց տամ, էլի, Նիկոլ Փաշինյան։ Բա ասես խաղաղության օրակարգ է։ Բա ասես Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ մեր արտաքին քաղաքականությամբ է պայմանավորված։ Այս ավարտեմ։ Իր արտաքին քաղաքականությունը մի բան կա, հանձնել ամեն ինչ, բացի սեփական աթոռը։ Նիկոլի արտաքին քաղաքականության հանձնել մինչև աթոռ։ Բացի աթոռից հանձնել ամեն ինչ։ Արժանապատվությունից մինչև սրբություններ։
պետական ու ազգային։ Արարատը հանել, Արցախը հանել, Արևմտյան Հայաստան բառակապակցությունը հանել, եկեղեցի բացառիկությունը հանել։ Հիմա պարզ բան եմ ասում։ Եթե ասում ես Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ Յաբլկը ռազդորը ոնց է, կրվախնձորը, ինչպես իր բանով են ասում, Արցախն է եղել։ Արցախը դու ճանաչել ես Ադրբեջանի կազմում։ Ադրբեջանը ոչ մի պրետենզիա չունի, արա, դու Արցախը տվել ես, ճանաչել ես։ Խի՞ պետք է Ադրբեջանը Հայաստանի դեմ պատերազմը սկսի։ Համի բացատրի տենամ։ Որտեվ ասում եմ, եթե այլ ուժ գաք, դուք գաք, իշխանության կամ այլ մեկը, դու արդեն ճանաչել ես խոսելու եք էլի Արցախի մասին։ Իա, ասեք, դու արդեն Արցախը խոսել ենք, բացել այնտեղ հայություն չկա, չէ՞։ Դու գաք էլի խոսելու եք Արցախը։ Մենք միայն ենք խոսում, ասեք, խի՞ պետք է պատերազմը սկսի։ Դրա համար է ասում եմ, որովհետև Ադրբեջանը էլի պահանջ ունես տված, որովհետև Իլհամ Ալիևին լիքը խոստացած բան ունես, ասես Իլհամ Էֆենդի, ընդությունը կավարտվի։ Դրանից հետո կանենք։ Մենք այդ սերիան տեսել ենք, չէ՞ Քրիստինե ջան։ 18 թվականի Դուշանբեի լիֆտը հիշում եք։ 18 թվականի Դուշանբեի լիֆտում Նիկոլ Փաշինյանը չէր Իլհամ Ալիևից խնդրում չկրակել, մինչև այն բոբա հանրապետականներին ռադ կանեն պարլամենտից, կունենան պատկանտրոլնի պարլամենտ, նո դրանից կբանակցենք։ Մենք դա տեսել ենք, չէ՞։ 18 թվականի սեպտեմբերին Դուշանբեի բանը հիմա է անում։ Հիմա ասում եմ մի կրակի, ոչ մի բան մի պահանջի, գլուխս խառնա։ Ինձ օգնի ես հանրապետականներին, դաշնակցությանը, Սամվել Կարապետյանին, Քոչարյանին, չգիտեմ, այնտեղ բոլոր ընդդիմադիր ուժերին, հա, բոլորի անունը չտամ։ Հաղթեմ, վերարտադրվեմ, հետո աղբեր ջան, քուսախ բաները կանեմ, Տոստունիկի միջ անցնել կտամ։ 3000 ադրբեջանցի համայնքներ կսարքենք։ Պետք է լի ադրբեջաներն երկրորդ պետական լեզու էլ կընդունենք։ Կրկնում եմ, Նիկոլ Փաշինյանը պատերազմի խորհրդանիշ ավ մահերի։ Ոնց կարա խոսի խաղաղությունից մեկը, որը պատերազմը մի քանի անգամ չի կանացել։ Նիկոլ Փաշինյանը ինքը պատերազմը չի կանգնեցրել, եւ պաշտոնապես հայտարարում եմ։ Ասել եմ 20 թվականի հոկտեմբերի 19-ին Ռուսաստանի Դաշնության նախագահը իրեն առաջարկել է կանգնեցնել պատերազմը։ Ինքն էլ լավ իմանալով, որ հաղթելու շանս չունի, չի կանգնեցրել եւ հաջորդ օրը ուղի եթերում նոր կոչ արել, որ գնացեք ռազմաճակատ։ Դե մոռացել եք, ասում են ինձ սխալ էին զեկուցում գլխավոր շտաբից, պաշտպանության։ Բա որն է գարանտիան, որ հիմա ճիշտ են զեկուցում, որ ասում են ինձ։ Զեկուցել դրա համար չեմ կանգնեցրել։ Ինչա։ Ասում են, որ ինձ սխալ էին զեկուցել, դրա համար չեմ կանգնեցրել պատերազմը։ Ինքը մեծ է հանդիպանը։ Իդեպ զեկույցն էլ այդպես գախնի ռեժիմով փակ, այդպես մնաց ազգային ժողովում։ Իրանք ինչ արել, ինչն են ճիշտ արել։ Ինչի 16 թվականի ապրիլյան պատերազմի զեկույցում սկզբում ինչ էին։ Ասում են սալյարկա չկա, լապատկեքով են կռվել, սոված են եղել։ Նույն իրանց Անդրանիկ Քոչարյանն ու Արմեն Խաչատրյանը ասուլիս տվեցին, ասեցին սոված չի եղել մեր սալդատը, սալյարկի խնդիր չենք ունեցել տանկերում, զենք զինամթերքի խնդիր չենք ունեցել։ Կամ հիմա որ ասում է, այսքան զենք են, այսքան զենք ու ինչ ես բեր։ Ալիևին 6 միլիարդի զենք ես նվիրել մենակ դու։ 6 միլիարդի զենք, Բաքվի պարադում տեսնում ենք Ալիևի բանը, մեր Հիմա նոր զորահանդես են պատրաստվում ամսի 20-ը։ Չի արա, դե համար զորահանդեսը, փուչիկը, բառոզնին։ Ասում են չեն անում, անում են, ասում են։ Մենք զորահանդեսի կոչ չենք անում, է։ Մենք կոչ ենք անում զորահանդեսի փոխարեն թող գնա բանը ազատագրի 240 քառակուսի կիլոմետրը։ Զորահանդես անող ես, առանց զորահանդեսի Հայաստանը 240 քառակուսի կիլոմետր որ ադրբեջանցի գրավել են, տղայից գնա ազատագրի։ Սերժը այնքան տղա է, որ երբ որ մեր տղեկը վերտալյոտով այնտեղ որ խփել են ադրբեջանցիք, մենք նույնիսկ մեր զինվորների դիակները չթողեցինք ադրբեջանական, հատուկ օպերացիա արեցինք, այդ տղեկին դիակները գնացինք, բերեցինք, այդտեղ պատվով հողարկավորեցինք։ Քանի դիակ ա թողել այնտեղ։ Քանի անհետ կորած կա։ Բա խաղաղություն, ինչ խաղաղություն հաղթանակ։ Միանգամից դետոյցա դար մենք ժողովուրդը պետք է ընտրի, ոչ թե ԿՊ-ին, ԿՊ ընտրելով, ժողովուրդ ջան, դուք ընտրելու եք Յենի Ադրբեջան Երևանյան ֆիլիալը։ Կրկնում եմ, քաղաքացիական պայմանագիր ձայն տալով, ձայն եք տալի ըստ էության Յենի Ադրբեջան Երևանյան ֆիլիալին, Երևանյան ֆիլիալին, լավ, Երևանյան, ոնց են թուրքերն ասում, չգիտեմ սկի։
Դրանց ֆիլիալին։ Եվ մի բան ասում, այդ խաղաղություն, որ դες խոսում են, Գարեգի Նիժդեն ասել է։ Խաղաղության չարաշահումը պարզված ժողովուրդների համար պատերազմից ավելի աղետալի կարող է լինել։ Պատերազմը, պատերազմը հայրենիք ազատագրելու շանսը։ Ով է մեր հերոսը Միկա, Վազգեն Սարգսյանը, չէ՞։ Այս խաղաղ ժամանակների հերոսը Վազգենը։ Պատերազմով հող ազատագրելու հերոսը, չէ՞։ Ճիշտ է թե չէ։ Ու դες մեր բոլոր հերոսները։ Պարոն Շարմազանով ու վերջում էսպես արդեն ամփոփիչ մի հարց էլի ընտրությունների հետ կապված։ Հանրապետականը հայտարարել է, որ չի մասնակցել ընտրություններին, արդեն դիրքորոշումը հստակ է, բայց մի բայց, այստեղ հայտարարություն, որը շատ քննարկվեց, ասում են անմիջականորեն չենք մասնակցել։ Սա ինչ է նշանակում։ Այլ ուժեր սատարելու նա դա։ Այո, երկու բան է մասնակցում, նշանակում առաջինը մենք ամեն օրյա ռեժիմով պետք է քարոզենք եւ եթերում եւ ամենօրյա հանդիպումներում մեր հանրությանը, որ գնան ընտրության, որ Նիկոլը գնա սկզբունքով։ Մենք ժողովրդին ասում ենք, ժողովուրդ ջան, գնացեք ընտրության, որ Նիկոլը գնա, որովհետեւ բարձր մասնակցությունը, ընտրությունների բարձր մասնակցության դեպքում Նիկոլ Փաշինյանը շանս չունի վերարտադրվելու։ Պետք է գնան։ Ով Նիկոլին դեմ է, որևէ մեկը գոնե մի հոգել, հիվանդ են, հիվանդ չեն, թեկուզ շատ վատ են, պետք է դեղը խմեն, զորով գնան ընտրության, որովհետև սա հայրենիքի խնդիր է։ Նույնիսկ եթե ով Նիկոլին դեմ է, ոչ մեկ իրավունք չունի տունը նստի հունիսի 7-ին։ Բոլորս պետք է գնանք ընտրության եւ ձայն տանք ազգային պետական ուժերին։ Երկրորդը, այո, մենք մեր շարքերին հորդորելու ենք եւ արդեն հորդորել ենք եւ ազատ են մեր շարքերը ձայն տալ ազգային ուժերին, ազգային պետական ուժերին։ Այն ուժերին Այո, մի ուժ չի, իմ համար դե պարզ է այս խոսքը, իմ համար սիրուն չի ես մի ասեմ, բարձ չի ես պետք է ընտրեմ։ Պարզ է, էլի։ Նորմալ։ Պետք է ընտրել այն ուժին, այն ուժերին, որ նախ վստահեն, որ նրա ձեռները չի փոշիանա։ Այսինքն ասեմ պարլամենտ անցած է, 4%-ի հաղթահարելու կամ 8%-ի հաղթահարելու բարիեր խնդիր չունեն։ Պետք է ուժեղացնենք ընդդիմադիր ուժերին։ Այսինքն դուք եթե ես կասկածում եմ, որ այս ուժը 4% չի հավաքի, պետք չի իրանց են տալ, ոչ թե որ հանկարծ իմ ձենը չփոշիանա։ Իսկ բոլորս գիտենք ովքեր են առաջատարները ընդդիմության։ Ինչի մասն է խոսքը։ Շնորհակալ եմ ձեզ զրույցի համար, պարոն Շարմազանով։ Հարգելի հեռուստադիտողներ, հիշեցնեմ, որ այսօր մենք զրուցում ենք Էդուարդ Շարմազանովի հետ։ Շնորհակալ եմ զրույցին հետևելու համար, կհանդիպենք։